Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այս դահլիճում հաճախ հնչում են սահմանադրության մասին բարձրագոչ հայտարարություններ։ Մեր ընդդիմադիր գործընկերները սիրում են խոսել իրավականությունից, սահմանադրականությունից, օրենքի գերակայությունից, սակայն տարօրինակ հակասություն կա այդ խոսքերի եւ իրականության միջև։ Որովհետև նույն այդ ուժերն այսօր այստեղ նստած են մի քաղաքական թիմի շնորհիվ, որի առաջնորդը հանրությանը հայտնի մեղադրանքների համաձայն իշխանության է եկել սահմանադրական կարգի խախտմամբ եւ ընտրական գործընթացների լրջագույն կասկածների պայմաններում, բայց այս թեման նրանք նախընտրում են շրջանցել լռությամբ։ Դուք խոսում եք սահմանադրությունից, այն անվանելով պետության հիմք։ Այո, սահմանադրությունը պետության իրավական հիմքն է, բայց պետությունն ինքնին վերացական գաղափար չէ, այն ունի տարածք, սահմաններ, ինքնիշխանություն, միջազգային ճանաչում։ Իսկ երբ դուք հրաժարվում եք ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29743 քառակուսի կիլոմետր սահմաններով, ապա իրականում մերժում եք հենց այն պետությունը, որի սահմանադրությունից փորձում եք խոսել։ Տարիներ շարունակ ձեր քաղաքական հռետորաբանությունում հիմք է եղել ոչ թե իրատեսական պետական մտածողությունը, այլ կեղծ հայրենասիրության քարոզը, աղմկոտ, զգացմունքային, սակայն դատարկ բովանդակությամբ։ Դուք սնուցել եք հասարակությանը ուռա հայրենասիրությամբ եւ ռազմատենչ կարգախոսներով ստեղծելով պատրանք, թե իրական քաղաքականությունը կարելի է փոխարինել հուզական կոչերով եւ առավելապաշտական պահանջներով։ Այդ մոտեցումը ոչ միայն արդյունք չի տվել, այլ վնասել է պետական մտածողության ձևավորումը։ Իրականությունը սակայն փոխվել է։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ պետությունների ուժը չափվում է ոչ թե աղմուկով, այլ լեգիտիմությամբ, ոչ թե կարգախոսներով, այլ ինստիտուտներով, ոչ թե արկածախնդրությամբ, այլ հաշվարկված քաղաքականությամբ։ Այսօր Հայաստանի երիտասարդ սերունդը ցանկանում է ապրել խաղաղ, անկախ եւ զարգացող երկրում։ Նրանք ուզում են կառուցել, ստեղծել, մրցել աշխարհում, այլ ոչ թե մշտապես գոյատևման ռեժիմում ապրել։ Դուք շարունակում եք խոսել անցյալից եկող պատկերացումներով, պահանջելով աշխարհից անհնարին բաներ, երբեմն հիշեցնելով պատմական փաստաթղթեր ու պայմանագրեր, որոնք վաղուց դուրս են եկել իրական քաղաքական օրակարգից։ Բայց պետությունը չի կառուցվում անիրատեսական սպասումներով, պետությունը կառուցվում է իրողությունների հիմնված ռազմավարությամբ։ Եվ իրականությունը հետևյալն է, մենք այլևս պետություն փնտրող ժողովուրդ չենք, մենք արդեն ունենք պետություն միջազգային ճանաչված սահմաններով, ինքնիշխանությամբ եւ իրավական համակարգով։ Սա քաղաքական գնահատական չէ, սա փաստ է։ Այդ պատճառով ժամանակն է ընդունել ժամանակի պահանջները եւ հարմարվել նոր իրականությանը։ Սակայն ցավոք տեսնում ենք, որ դուք հարմարվել եք ոչ թե պետական շահին, այլ հակառակ ուղղությանը, շարունակելով ապավինել արտաքին հովանավորների, փնտրել արտաքին փրկիչներ եւ հաճախ ձեր գործողություններով ոչ թե ամրապնդել այլ թույլատրել եք պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։ Պետական մտածողությունը սկսվում է մեկ պարզ ճշմարտությունից. անկախ պետությունը գերագույն արժեք է, իսկ ով այդ արժեքը չի գիտակցում, նա չի կարող հավակնել, խոսել իրական հայրենասիրությունից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։